Ասլան Աբաշիձյան ղեկավարել է Աջարյան 1991-ից 2004 թվականներին, կարելի ասել բավականին մեծ է եղել այս քաղաքական գործչի թե դերակատարումը եւ թե ներդրումը ոչ միայն Աջարիայում, այլ նաեւ Վրաստանում։ Դա չեն ժխտում Աջարիայի բնակիչները, սակայն նաեւ շեշտում են, որ չնայած իրենց նախկին առաջնորդի թողաջառանգությանը, իրենք երբեք չէին ցանկանա վերստին ապրել ու հիշել Աբաշիձեի ժամանակները։ Հիշեցնենք, որ Աբաշիձեն այն քաղաքական գործիչն է, ով հասել է Աջարիայի փաստացի անկախությանը։ А что при Аслане Абашидзе? Ну, то, что было, люди помнят все хорошо. Ինչ կար Ասլան Աբաշիձեի ժամանակ, այնինչ եղավ մարդիկ հիշում են, այն ժամանակը ոչ միայն այստեղ, այլ ամբողջ Վրաստանում ոչ մի լավ բան չկար։ Մարդու իրավունքների համատարած ոտնահարում, կոռուպցիա եւ այլն։ Հիմա գոնե ամենակարևորն այն է, որ կոռուպցիա չկա Վրաստանում։ Կամ գողություն, բացառված է։ Կարելի է շատ հանգիստ եւ մեքենայի դռները բաց թողնել եւ բնակարանների։ Որևէ մեկի մտքով չի անցնի գողանալ որևէ բան։ Գիտեք, դա մեծ ձեռքբերում է եւ շատ դժվար, բայց մեզ վրացիներից հաջողվել է հասնել դրան։ При Абашидзе, ну хорошо, да, ну не так, как сейчас, да? Աբաշիձեի ժամանակ չէի ասի, որ շատ վատ էր, բայց այսպես չէր։ Նա միայն սկսեց եւ կիսատ թողեց, երևի ժամանակ չունեցավ ստեղծածը զարգացնել։ Եկան նոր ղեկավարներ եւ շարունակեցին նրա թողած գործը։ Հիմա սակայն Աջարյան ոչ միայն զրկված է անկախությունից, այլ տարրական ինքնուրույնությունից։ Աջարիայի ղեկավարությունը առանց պաշտոնական Թբիլիսի, առանց Սաակաշվիլիի իմացության որևէ անգամ կադրային փոփոխություն իրականացնել չի կարող։ Республика должна жить как республика. Հանրապետությունը պիտի ապրի ինչպես հանրապետություն, դա բոլորին է հասկանալի։ Ես չեմ ուզում խցկվել քաղաքականության մեջ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ թեև ունենք ղեկավարություն, բայց նրանց թելադրվում է եւ նրանք ենթարկվում են այդ թելադրանքին։ Ինչ կարող ես անել։ До Абашидзе еще хуже было, а сейчас немножко легче стало. Աբաշիձեի ժամանակ վատ էր, հիմա այդպես չէ, ժամանակ է պետք պիտի համբերել։ Թեև դժվար է, ես 60 տարի սպասում եմ եւ ծերացել եմ արդեն սպասելով փոփոխությունների։ Ինչ անել, Աստված տա երիտասարդները լավ ապրեն։ Жду этой перемены, уже постарела. Что поделаешь? Այն որ Աջարիայի ինքնավար հանրապետությունը ինքնավարություն չունի, այստեղ գիտեն բոլորը եւ որքան էլ տարօրինակ էր մեզ համար, շեշտում էին, որ դրա կարիքն էլ չունեն։ Իրենց ինքնավարություն պետք չէ, որովհետեւ Վրաստանի հետ լավ է։ Նախագահ Սաակաշվիլին հատկապես Աջարիայում շատ ներդրումներ է իրականացնում, բարձրացնելով ժողովրդի կենսամակարդակը։ Знаю, у вас понравился или не понравился Батуми։ Չգիտեմ, ձեզ դուր է եկել թե ոչ Բատումին, բայց այստեղ լավ է, ամեն ինչ շատ գեղեցիկ է, կամաց առաջ են գնում։ Սահակաշվիլին լավ է աշխատում, երիտասարդ է, խելացի եւ ամենակարևորը կարող է ինչ-որ բան անել։ Այն որ Աջարյան ստացել է ձևական ինքնավարություն, մեղավոր են ԽՍՀՄ իշխանությունները, ասում է Աջարիա պրեսի գլխավոր խմբագիրը։ Կրոնի հողի վրա ու անտեղի տրվեց այս երկրամասին ինքնավարություն, շեշտում է լրագրողը։ Это просто цинично, понимаете? Советская власть это сделала. Սովետական իշխանությունն է դա արել։ Այս պահի դրությամբ մեր ինչին է պետք ինքնավարությունն ու անկախությունը։ Ես չգիտեմ, մենք հասարակ վրացիներ ենք, ինչպես Վրաստանում ապրող մյուս բոլոր քաղաքացիները։ Օսերի ու աբխազների հետ համեմատվել եւ նրանց օրինակը բերել չի կարելի, որովհետեւ նրանք այլ ազգի ներկայացուցիչներ են, պարզապես դարեր շարունակ վրացիների հետ են ապրել։ Նրանց կարելի է ինքնավարություն շնորհել, իսկ մենք զտայրուն վրացիներ ենք։ Վրաստանում հավատն ու վստահությունը դեպի իրենց նախագահ բավականին ընդգծված է։ Եթե դժվարություններ էլ կան, կհաղթահարենք Վրաստանի հետ միասին, ասում են Աջարիայի բնակիչները։ Կառուցվում է Աջարյան, ոտքի է կանգնում, Սահակաշվիլին քիչ թե շատ դեմոկրատական քաղաքականություն է վարում։ Հիմա փոփոխություններ են նախատեսվում մեր սահմանադրության մեջ։ Դրական շատ քայլեր են կատարել մեր ներկայ իշխանությունները։ Անջատողականության մասին բոլոր հարցերին շատ դյուրագրգիռ են արձագանքում։ Կյանքն առանց Վրաստանի չեն պատկերացնում, իսկ Ասլան Աբաշիձեի մասին կերադասում են չհիշել։ Թեև քաղաքի կենտրոնում տեղադրված նրա հոր արձանը այսպես թե այնպես հիշեցնում է անցյալը։ Արմենեի Վարդանյան, Համբարձում Պապոյան, Կալանյուս, Աջարիա։